Բարև ձեզ սիրելի ժողովուրդ, այսօր ապրիլի 11-ն 2025 թվականի սիկ խուստուբ գիդատաճարի հաշվետվություններից է և ոչ միայն, որտեղ որ կարելի է հասել է գրքերի երկրորդ խմբաքանակը, կոպիծած խուստուբ բանը գիդատաճար, սար առաքվել է երկրորդ փաթեթը, ես ձեր հետ միասին կբացեմ, կտեսնեմ, որ գիրքը ում անունից է, ինչ է և ինչի մասին է։ Ճիշտ ասած, այսօր մեկ քիչ տրամադրություն չունիմ, որովհետև առավոտը անդարում տեսա մի հատ ծառ, որի վրա ինչ-որ ճյուղ է կդրվել, դե ծառը չի սպանվել, բայց այդ ճյուղ կդրելը վիզուալ բավականին սխալ որոշում էր, որը այդպես հունից հանեց, պլյուս այսօր ինչքան հասկացա Նիկոլը Բդիկասյունիկ և Կապան քաղաքում պարեկները բավականին անշնորհք և անհարգալից ձևի սպասարկում են Նիկոլի անվտանգությունը և ես ինքս առնչվա դրանց հետ, որպես ներվերս մեկ քիչ խախտվավ։ Այս թեմայով կուզենայի ձեզի հետ կարճ կիսվեի, հատկապես կուզենայի ես կարճ խոսքը լսեին պարեկները։ Պարեկներ, ես կհասկանամ, որ դուք մայլի լավ տեղ եք եկել ձեր ջահել վախտը, իսկ հիմի որոշել եք քաղաքացիներին ծառայել։ Ձեզի մի հատ խորհուրդ ունեմ։ Եթե քաղաքացին, օրինակ ես, եկել եմ Կապան մոլի դիմաց մարդ գիճծնեմ, ընդեղ որտեղ որ օրենքն է թույլ կտա ես այդտեղ մարդ իճծնեմ, որը պետք է տևե ոչ ավել քան 60 վայրկյան։ Դուք ոչ թե ավտոյից վրես մունատ եկեք ճվացեք, ավտոդ քաշե դեղից, այլ ուղղակի որպես ծառայող, որպես զինված պարեկ, լավ կեղնի գաք, ժպիտով, ասեք բարև ձեզ, կներեք էլի, երկար պետք է կանգնիք։ Ես ասեմ, չէ, ախպեր ջան, պետք է շարժվեմ մեր օպեիցեմ ու քո վարկից դե չներվիմ, հակառակ զգամ, որ դու իմ հանդեպ ունեցար հարգանք, պարեկ։ Չեմ անձնավորում, համար չեմ տարածում, զուտ սա ընկերական բարի խորհուրդ է, որ երբ որ դուք լավ տղավախտից հետո տարել եք պարեկ ու ձեզի զենք են տվել, պերցովկա են տվել, էլեկտրաշոկեր են տվել, ուժ են տվել, որ դուք քաղաքացիներին ծառայեք, դուք կրնակետի գնեք քաղաքացիների հանդեպ հարգալից տոնով, շատ շնորհքով, այդ ուժը ձեր ձեռից չի կորի, բայց երբ որ դուք քաղաքացու վրա մունատ կուկաք, ակնկալ եք, որ ես է ձեր վրա պետք է մունատ կամ։ Սա օրենքի սահմաններից մեջ էլ կմտնի իմ ձեր վրա մունատ կալ, ես կրնամ կամ, բայց ես խոսքի մարդկային հարգանք ունեմ ձեր մարդու նկատմամբ, հա։ Մի խոսքով, այսօրվա մեր իրականությունից փոքրիկ դրվագ։ Հիմա անցնենք հաջելի մասին, գրքերն են, ես տուն մտնելուց առաջ ձեռքերս լվացել եմ, որովհետև գրքեր բացելուց պետք է ձեռները լվաս, ներողություն ստեղ ինչ-որ բանի կբա, 1000 անգամ կներեք, միամ հետ կանք, միսիկ ընպես բացենք, որ հեշպան վարի չտանք, շատ լավ է, մեր վարտանն է կապանից փաթեթավոր է, ընպես է փաթեթավոր որ դանագով նույնիսկ մի ամիդ ես վնաս չտամ, առաջի գիրքը կոչվիգը ներդրողի մտածելակերպ է, երևի լուսամ ճիշտ թարգմանացի, Investors Mindset, որտեղ որ կոպիծած ներդրող երևույթի, եթե դուք ինչ-որտեղ ինվեստիցիա կուզեք ենեք, ներդրում կուզեք ենեք, դրա մասին է, և արեք գիրք առ գիրք ցանկի մեջ թարմացնենք, էլի, ես այս պրոցեսը կուզեմ իրար հետ ենենք, որովհետև էլի ինչպես միշտ մեր գրքերի գնման պրոցեսը հետևակի պասիվցել է, մենք դեռ ունենք 1000-ից ավել գիրք գնելու, ուրեմն ստեղից մտնում ենք գնված գրքերի ցանկը և գտնում ենք Investors Mindset գիրքը և պարզում ենք, որ այս գիրքը նվիրվել է Ստեփանյան Հայկի կողմից, եթե ես չեմ սխալվի, Ստեփանյան Հայկը դեռ անչափահաս է, և այս գիրքը նվիրել է իր հայրը, Կապանի բնակիչ Վարդան Ստեփանյանը, իր տղու անունից։ Ստեփանյան Հայկի կողմից նվիրված Investors Mindset գիրքը ես սարքում եմ, տաճարում է, այսինքն եկավ հասավ տեղ։ Իսկ մեկ։
Հաջորդը։ Այստեղ էլի։ Տանագը սուրտ կարեցի որ մեկ նարի իշխոր անջատված եղնին։ Հաջորդը այս մեկը ավելի հաստ գիրք է։ Հա։ Ստեղ մի հատ բառ կա, որը ես անգլերենում չգիտեմ ինչ կնշանակի, արեք արագի մեջ թարգմանեմ solving էլի։ Սիկ կոչվիգը ձեռնարկատերեր, ովքեր փոխել են պատմությունը, ձեռնարկատերերի մասին է այս գիրքը։ Ինքը բավականին հաստ է։ Իր մեջ ամեն ձեռնարկատիրոջ մասին է, ով որ փոխել է պատմությունը եւ ստեղից կարելի է, մեջը նաեւ Steve Jobs-ն է, այ։ Սիկ կյանքը կարճ է, կերկերը շատ են, արիտկանը հələ կարճ է։ Սիկ երկրորդը է եւ նայենք ով է գնել այս գիրքը։ Եվ investors mindset-ը չէր, entrepreneurs-ներ։ Այս գիրքը, երկրորդ գիրքը, նույնպես նվիրվել է Վարդան Ստեփանյանի կողմից, բայց իր տեղու անունով, Էլի Ստեփանյան Հայկի կողմից նվիրված գիրքն է, որը ես նույնպես սարքում եմ, տաճարում է, այսինքն եկավ հասավ տեղ։ Կամացից մեր ցանկը սկսում է կոնավորվել։ Հաջորդ գիրքը շատ պրովոկացիոն անուն ունի։ Ներողություն։ Հաջորդ գիրքը շատ պրովոկացիոն անուն ունի։ Կոչվիգը ծաղիկների պորնո։ Մեջը խուժան բաներ չկան, իրականում լավ վերնագիր է, ուժեղ վերնագիր է, որտեղ որ կարելի է ասել ծաղիկների հետ աշխատանքի մասին է։ Ես չեմ էլ բացել դիացերի հետ առաջի անգամ կբացեմ, որտեղ որ երևի բացադրվիգը ծաղիկ երևույթի հետ աշխատանքը։ Ես օրինակ այս աշխարհից չեմ, այս աշխարհը հələ ինձ ծանոթ չէ, բայց երևի եթե ծաղիկի խանութ բացեի կամ ծաղիկների սիրահարեղներ, այս գիրքը ինձ գոնա ուղղություն ցույց կտար։ Ով է նվիրել այս գիրքը։ Արեք նայենք ցանկով։ Flower porn գիրքը, ծաղիկների պորնոգրաֆիա գիրքը նվիրել է Աննա Գրիգորյանը Կապանից, ինքը 22-րդ մարտն էր, ով որ գիրք նվիրեց մեր Խուստուբ գիտատաճարին։ Ցանկի մեջ հաստատենք, որ հասել է սարեր եւ տնենք ստեղ։ Անցանք առաջ։ Լստեղ էլի բաներ կա, դանդաղ կենեմ, որ երկար մնաք։ Հաջորդ գիրքը, ինքը չափերով փոքր է, բայց լավ հաստ է։ Ստեղ հավաքված են աշխարհի 500 ամենահայտնի վիսկիները։ Իդեպ ես ստեղ մի հատ 5 գիրք ունեմ, որը օրինակ աշխարհի ամենահայտնի ավտոմեքենաներն են, կարելի է ասել, սա 500 աշխարհի ամենահայտնի վիսկիներն են։ Մենակ շապիկն եմ տեսել եւ ստեղ շապիկի վրա տպագրությունը վիսկիների վրա չգիտեմ կերևա թե չէ, վիսկիները փայլուն լակապատ են։ Ես ինքս պես խմելու սիրահար չեմ, բայց ստեղ կրնանք ծանոթանանք վիսկիների տեսակների հետ։ Շշմելու է ուղղակի։ Այսինքն եթե ես խանութ բացեի կամ ուզենայի վիսկի սիրահարների համար միջավայր ստեղծեի, այս գիրքը ընթերցելը պարտադիր է, որ ինքս հասկանայի, որ վիսկին ինչ, որտեղից ստեղ կան ձեզի ծանոթ անուններ եւ կան լիքը անծանոթ, սա իմ համար էլի լրիվ նոր աշխարհ է։ Իդեպ ճանապարհին է նաեւ պանիրների հանրագիտարանը, հələ չի հասել, բայց սպասենք կը, եւ ով է նվիրել վիսկիների գիրքը։ Ով են, իդեպ այսօրվա բոլոր գրքերը կապանցիների կողմից են։ Էլի կապանցիներ ունենք, ովքեր որ էլի գրքեր են նվիրել Խուստուբ գիտատաճարին մեր ցանկից, բայց ոչ բոլորն են հասել, արեք նայենք վիսկիների գիրքը ով է նվիրել։ Ուրեմն վիսկիների գիրքը նվիրել է Գոհար Մելքումյանը, Կապանի բնագիչ, ու ինքը մեր համար 36-րդ գիրք նվիրող մարդն է։ Գոհար Մելքումյան, ճիշտ ցեցի, սխալ չսեմ, էլի։ Այո, Գոհար Մելքումյանի նվիրած վիսկիների հանրագիտարանը կարելի է ասել։ Ֆանտաստիկ է, ես եմ որ բես ուրախ եմ, որ ես տարածքում եմ ու ես ամեն ինչ կկրնանամ ամենաառաջինը սաղ նայեմ։ Չնայած ես գրքիրը Վարդանի հետ է եկել, Կապանի,
ինքն էլ պես ձերի հետ սա նայել է։ Ասենք առաջ, մեզի մնաց հələ երկու գիրք։ Օ։ Ստեղ մի հատ գիրք ունենք, կոչվի է Grocer-ը որն է։ Կանաչ Grocer-ը դիք բանաջածնողն է։ Նպարավաճառ։ Կանաչ նպարավաճառ։ Այսինքն ստեղ ավելի մանրամասն բացատրված է, եթե դուք որոշեք նպարը բանջարեղենն է, հələ մի վարյան եմ էլի։ Ես իշխան, այ նայեք ընթացքում հասկանամ, թե իշխան անկարագետ եմ։ Նպարավաճառ, նպար բացատրություն։ Հա, պարեն մթերք, պարենամթերք սննդի համար գործադրվող մթերքների ընդհանուր անվանում։ Կոբիցած, եթե դուք կոբիցած բանջարեղենի կամ մրգերի խանութ կբացեք, ստեղից կծանոթանաք, այս գիրքը կարդալուց հետո կհասկանաք, թե այդ գործը ինչը խնդիր եք։ Իդեպ Կապանում ես գիտեմ շատ մի հատ լավ բանջարեղենի խանութ, որտեղից մենք առևտուր կենենք։ Հա, իրանք ֆանտաստիկ ձևի գործ կենեն, բայց ինձ գիտեվա այս գիրքը կարդալուց հետո ավելի բան ընդլայնվին էլի, եսի, չգիտեմ։ Հաջորդ գիրքը բավականին, հա, ով էր նվիրել։ Նայեք, ցանկին։ Ուրեմն այս գիրքը նվիրել է նորից Ստեփանյան Հայկը։ Իր պապան է առել, բայց իր անունից է Ստեփանյան Հայկի անունից է, եւ երբ որ մենք մակագրելու եղանք այս գրքերը, կոդավորելու եղանք, այս անուններով կգրանցվին։ Իդեպ Ստեփանյան Հայկը մեր 5-րդ գիրք նվիրողն է։ Եվ ամենամեծ ու ամենածանր գիրքը այսօրվա խուստուկ գիտատաճար հասած գրքերից, որը ես այնպես պիտի բացեմ, որ վնաս չտամ, բավականին լավ է փաթեթավորված։ Շատ լավ է փաթեթավորած, այստեղ բրեսի քանդվի։ Всё։ Օ, այս մեկը շատ լուրջ գիրք է։ Ֆանտաստիկա է ուղղակի։ Ուրեմն պատերազմի վիզուալ պատմություն։ Տպագրված հաստ կողի վրա, տեքստերը փայլուն, ինքը այսպես հաստ գիրք է, էլի մեր ցանկից է գնված։ Այս մեկը ես անհամբեր կուզեմ հասկանամ մեջ ինչ կա։ Բացելով Փիսո ջան, սպասի Վոլտ։ Հա, այստեղ մի խոսքով պատերազմների հետ կծանոթանանք։ Այսինքն, եթե մենք կուզենք հասկանանք աշխարհում պատերազմներ երբ ինչ եղել է եւ այլն, սիկ ֆանտաստիկա է, կարելի է ասել մեր պատմության գրքերից ամենակարևորներից մեկն է։ Երևանում մեր ընկերներից մեկի մոտ արդեն հավաքվել է ավելի քան 10 պատմության եւ ռազմական գրքեր, որոնք էլի անհամբեր սպասում եմ։ Եվ այս գիրքը նվիրվել է էլի Հայկ Ստեփանյանի կողմից մեր վարգյանը, այս ցանկի մեջ էլ սիկ բանենք, կանեչ տնենք։ Ահա։ Վերջ, այսօրվա գրքերը այսքանն էին, սրանք հիմա ես կտանեմ դասավորեմ մնացած արդեն հաշիվն եմ կորցրել 8-9 գրքերի կողքը, ու մենք փաստացի արդեն խուստուկ գիտատաճարում ունենք 10-ից ավել նվիրաբերված գիրք։ Ահա, այդ գրքերը խնդրեմ սրանք են, ես էլ լայվով ցույց չեմ տալու սրանք, որովհետեւ հանգարց ամեն բացելուց չվնասեմ, ես սրա մասին խոսացել եմ։ Այստեղ էլի եսի ինչի կա, բա։ Հա, և ընդհանուր հաշվետվություն։ Ուրեմն, այս պահի դրությամբ, մեր զրույցի պահի դրությամբ 140 կներեք որ կանաչա, 146 գիրք գնված է, որից 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 15 գիրք այս պահի դրությամբ արդեն հասել է խուստուկ գիտատաճարի տարածք 15 գիրք, գնված է 140 քանիսը եւ դեռ մենք 1000-ից ավել գիրք ունենք գտնելու։ Ես իրականում երկու բան կուզենայի սրան ավելցնեի, ամենակարևորը որ ես շնորհակալ եմ բոլոր 50
51 մարդկանցից, ովքեր վստահել են եւ գաղափարագից են տարել եւ գրքեր են նվիրել, որոնք սպասում ենք։ Անկեղծ շնորհակալ եմ ձեր վստահության համար։ Հաջորդը, ովքեր որ գրքեր չեն դեռ նվիրել եւ չեն գնել Խուստուփ գիտատաճարի համար, ես չեմ խնդրում, ես ասում եմ մարտա մի հատ գիրք գնեք, ձեր անունով, ձեր երեխու անունով, ձեր ընկերոջ անունով, ընկերներով հավաքվեք, մարտա մի հատ գիրք գնեք։ Մեկ գիրք գնելը հնարավոր է, էլի, ասենք, չեմ ասում 10 հատ գնեք, 100 հատ գրեք, բայց մեկ գիրք գնեք, ձեր անունով վստահեք եւ հիմնադիր տարեք մեր Խուստուփ գիտատաճարին եւ 1000-ից ավել գիրք ունենք դեռ գնելու։ Եվ ամեն մի քանի օրը մեկ ես որ գրքերը հասան, քիչ-քիչ այսպես կներկայացնեմ եւ այս գրքերը, քան դեռ գիտատաճարի շենքը չենք կառուցել, ավարտել, կլինեն Խուստուփում Համասյանի համերգի հարևանությամբ տեղի, հա, եւ կլինեն հասանելի եւ մինչեւ գիտատաճարի բացվելը ես էլի կսեմ, այս գրքերը մենք չենք պատրաստվում թթու տնել եւ կրնակակ, բացեք, նայեք, Խուստուփին նայեք եւ ինչ ասեմ, օգտվեք այս գրականությունից։ Ձեր ժամանակի համար շնորհակալ եմ ու մեկ չեմ տրամադրությունս բացվավ։ Թրա մնացած գործերն եմ։ Լավ մնացեք ժողովուրդ ջան, ստեսություն։